Մարտի 13-ի գիշերը երկու դիմակավոր Երասխահուն գյուղի տներից մեկի բակ մտան։ Մեկը մնաց դրսում, մյուսը լոգասենյակի պատուհանափեղկը բացելով ներս մտավ։ Հետո դրան մոտից աղմուկ աղաղակի ձայներ լսվեցին։ Հավանաբար տանտերերը բռնել էին, որովհետև դրսում սպասող դիմակավորը ընկերոջն օգնության հասնելով փայտե մահակով հարվածներ հասցրեց տարեց ամուսիններին, ազատեց ընկերոջն ու փախան։ Օգնության հասած հարևաններն էին ոստիկանություն զանգահարել, գլխի եւ մարմնի վնասվածքներով տանտերերին վաղարշապատի հիվանդանոց հասցրել։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մեկնեցին դեպքի վայր, նաև վաղարշապատի հիվանդանոց, կազմեցին համապատասխան արձանագրություններ։ Տղամարդու վիճակը ծանր էր, նրա հետ հնարավոր եղավ զրուցել բուժօգնություն ստանալուց հետո միայն։ Դուռը բացեցի, տեսա մեկը դիմացից կայնացան, մի 2 մետր, 2.5 մետր հեռու։ Ասի դու ստե ինչ ես անեմ, էդի կամած դեպի ինձ եկավ, հետևից խփին ես ընկացած ուզում էի հելնել նոր խփին գլխիս։ Դիմակավորները ոչինչ չէին հասցրել հափշտակել։ Եթե դիմակով են եղել, գուցե վախեցել են, որ կճանաչեն, սկզբում մտածում էին ոստիկանները, բայց տանտերերը պատկերացում չունեին, թե ովքեր կարող էին լինել։ Դիմակավորների ոչ ձայնը, ոչ էլ կազմվածքը նրանց ոչինչ չէր հուշում։ Առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժնում Երասխահուն գյուղից նոր հաղորդում ստացվեց։ Բաժին դիմաց տղամարդը հայտնում էր, որ գիշերը տան բակից առևանգել են իր վազ 2103-ը։ Իրիկունը ժամը 6-ն էր, ավտոն բերել եմ, կայնացրել եմ իմ Հայաթին տանդեմը, մտել ենք տուն, տելևիզոր ենք նայել, բան մոռացել եմ դռները փակեմ, բանալիները մնացել ա վրեն ավտոյի մեջ։ Առավոտը ժամը 8-ն էր, հելա տեսա ավտոն չկա։ Նույն գյուղում ժամերի տարբերությամբ արդեն երկրորդ դեպքն էր գրանցվում։ Կողմնորոշումներ ուղարկվեցին ինչպես Արմավիրի մարզային վարչության ենթակաբաժիններ, այնպես էլ ոստիկանության մյուս ստորաբաժանումներին։ Նույն օրը ժամը 4-ին մոտ ոստիկանության Մասիսի բաժնում արտակարգ իրավիճակների նախարարությունից ահազանգ էր ստացվել, որ Արաքս գյուղից Հրանջպար գյուղ տանող ավտոճանապարհին մեքենա է այրվում։ Տվյալները համապատասխանում էին։ Այրված վիճակում հայտնաբերված Ժիգուլին առևանգված վազ 2103 էր։ Չէր բացառվում, որ նույն մարդկանց ձեռքի գործն էր։ Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի եւ Արարատի մարզային վարչությունների, ոստիկանության Մասիսի եւ Զվարթնոց օդանավակայանի գծային բաժինների աշխատակիցները եւ համագործակցությունը դրական արդյունք տվեց։ Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինեն Մասիսի բնակիչներ Ահմեդ Ֆերոյանը եւ Էդվարդ Խուդոյանը։ Վերջիններս մարտի 29-ին բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա տեղափոխվել ոստիկանության Արմավիրի բաժին։ Ահմեդ Ֆերոյանը չէր հերքում իրենց արարքը։ Ըստ նրա հիշյալ տնից գողությունն Էդվարդը նախապես էր ծրագրել։ Լսել էր, որ տանտերերի որդիներն արտասահմանից գումար են ուղարկում, որ տանը փող կա, որոշել էին օրն ու ժամը ուղևորվել Երասխահուն։ Գյուղի մոտ տաքսուց իջել էին, մոտեցել տանը, ջերմոցից հետևել, ներսում ով կա։ Ապա տանը կից շինության մեջ մի քանի բաժակողի էին խմել ավելի համարձակ գործելու համար ու մոտեցել դոգասենյակի պատուհանին։ Խփեց լուսամուտը բացվավ, հետո ասեց մտի ներս, հեսա ես եմ քո հետևից գալի, ասի չէ, չեմ մտնում, մարդ կլինի, ասեց չէ, մարդ չկա արխային էլի։ Ես մտա ներս, մարդը տենց կայնած էր, այդ դռան հենց մեջտեղը կայնած էր, այդ կնիկն էլ գնաց այդ մարդու մոտ։ Եկել տեսամ հետոն արդեն փեդով այդ մարդուն խփեց մի քանի անգամ, մի երկու անգամ գլխին խփեց։ Այդ մարդ հանգավ գետին, հետո մեջքին էր խփում։ Ես գնացի բրթեցի իրան, ասի մի արա հերիքա մեռավ էս մարդը ու ես փախամ, ինքն էլ փախավ հետևիցս։ Դժվար է ասել, գյուղի մյուս ծայրից ավելի արագ փախչելու նպատակով էին մեքենան առևանգել, թե որոշել էին տուն ձեռնունայն չվերադառնալ, բայց Ժիգուլին նրանց սպասումները չէր արդարացրել, ճանապարհին խափանվել էր։ Էդվարդն ու Ահմեդն էլ, ինչպես ֆիլմերում էին տեսել, հետքերը թաքցնելու համար այրել էին մեքենան եւ հեռացել։
Քննչական փորձառության ժամանակ Ֆերոյանը դեպքի վայրում ավելի մանրամասն ներկայացրեց, թե ինչն ինչպես է եղել։ Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ Ֆերոյանը եւ Խուդոյանը մարտ ամսին Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղից 62107, Մայրաքաղաքից 62121, 62106 մակնիշի մեքենաներ են առևանգել եւ ապա մոնտաժել պայեստամասերը։ Գողոնը մասամբ գրավված է։ Նշված դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։